Շնորհակալություն, պարոն Աբովյան, պարոն Պարսեմյան, հարգելի գործընկերներ, սիրելի հայրենակիցներ, այս օրերին իրոք բոլորս խորը մտահոգություններ ենք ապրում այս ստեղծված իրավիճակով պայմանավորված, որովհետև մի կողմից ունենք անդառնալի կորուստներ, չլուծված մի շարք հարցեր եւ այս դեմարկացիայի հարցը, խնդիրը դարձել է մի պատուհաս իրավիճակ մեր բոլորի համար, որի սպառողն ենք դարձել։ Մի քանի ընդհանրապես ճշգրտող հարցեր կուզենամ տալ, որպեսզի պատասխանեք եւ մեզ հետեւող հայրենակիցներն էլ կարողանան լսել եւ տեղեկություններ ստանալ, չեմ կրկնվի, որովհետեւ իմ գործընկերները արդեն իսկ մի քանի հարցերի պատասխանեցին։ Առհասարակ Սյունիքի պատմական քարտեզը աշխարհագրական իր դիրքով պայմանավորված պատիվ եմ ունեցել նաև մարտական հերթապահություն իրականացնել այդ ժամանակահատվածում եւ դեռևս առաջի հանրապետության ժամանակահատվածում եւ դրանից հետո աշխարհագրական դիրքը բնական ռելիեֆը շատ մեծ նշանակություն է ունեցել այդ սահմանագծերը բաժանելու եւ սահմանագծերը ամրապնդելու առումով Այսօրվա դրությամբ այս տրամաբանությունից ամբողջությամբ դուրս է եկել այս խնդիրը։ Եվ տեսեք, եթե մենք հիմա հղում կատարենք նույն 1919-1920 թվականների այս քարտեզի վրա, մենք ամբողջությամբ այլ պատկեր ենք տեսնում, որը որպես այդպիսին, որպես իրավահաջորդ դարձել է խորհրդային Հայաստանի Հանրապետության քարտեզ եւ համայնքներ կան, որ այստեղ ամրագրված են Եվ այսօրվա դրությամբ որևէ իրավական հիմքերի մասին խոսք չի գնում։ Հիմա հարց. Ինչ հիմքով են Սյունիքի բնակավայրերը, ճանապարհները եւ ստրատեգիկ նշանակություն ունեցող դիրքերը հանձնվել, արդյոք ձեզ որևիցե փաստաթուղթ տրամադրվել է եւ շատ կուզենայինք այո, որ Սյունիքի մարզի այլ վարչական շրջանների ղեկավարների, համայնքների ղեկավարների ներկայացուցիչներն էլ հնարավորություն ունենային խոսելու եւ առհասարակ այս գործընթացը որ տեղի է ունենում տրամաբանությունը մեզ հուշում է նաեւ հասկանալու եւ կողմնորոշվելու որ մենք ունենք առհասարակ Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքի հետ կապված խնդիրներ, որովհետեւ մենք ընդհանրապես մեկ մարզ ունենք, որը սահմանամերձ չի համարվում։ Մնացած բոլոր մարզերը սահմանամերձ են եւ պարբերաբար ամենատարբեր մարզերում ամենատարբեր խնդիրներն են առաջացել, բայց այսօր բնականաբար առաջնային խնդիր հենց Սյունիքի մարզն է հանդիսանում։ Հիմա այս հարցերի հետ կապված ձեզ որևիցե մի փաստաթուղթ հիմք ներկայացրել են, որով դուք պետք է առաջնորդվեք։ Որտեղ է այդ սահմանազատումը, ինչ հիմքերի վրա է այս գործընթացը տեղի ունենում։ Եվ ներողություն մի հարցել Սյունիքում ռազմաբազա ունենալու խնդրի մասին պարբերաբար առիթ ունեցել եմ թե հրապարակային, թե փակ հանդիպման ժամանակահատվածում խոսելու, արդյոք նման գործընթացի մասին ձեզ տեղեկացրել են կամ նման տեղեկություններ դուք ունեք կամ մարզում նման հարցեր առհասարակ քննարկվել է թե ոչ։ Այս հարցերին խնդրում եմ անդրադարձեք։ Ասեմ, որ մինչև դեկտեմբերի 17-ը մեր զբաղեցրած բնագծերը գրեթե նույն սահմաններն են, ինչ որ մինչև 1929 թվականը։ Այսինքն դա այն մեր համար այն շահավետ դիրքերն էր, այն բնագիծներ, որոնք որ մենք կարողանում ենք ապահովել մեր բոլոր բնակավայրերի անվտանգությունը։ Այսինքն, ինչ եմ ուզում սրանով ասել, որ մինչև 1929 թվական, ինչ որ դուք ցույց տվեցիք հիմա քարտեզով, այդ սահմանագծերը, դա մեր համար այն իդեալական վիճակն էր, որ կարող էինք ունենալ։ Այն ինչ որ զիջվել է 1929 թվականին տրվել է գիտեմ ինչ պատճառներով Ադրբեջանին, հիմա մեր համար այդ հատվածը կարելի ասել կույրաղիկ է դառել։ Ինչ վերաբերում է ինչ հիմքերով է արվել, ինչ որ փաստաթուղթ բան, ես ընդհանրապես ոչ փաստաթուղթ եմ տեսել, որովհետեւ կամ էլ ինչ որ հիմքերի մասին չեմ էլ լսել։ Ախր գիտեք խնդիրը ինչումն է։ 3 ամիս մենք համայնքի ղեկավարներս
Ընդհանրապես որևիցե կապ չունենք Հայաստանի Հանրապետության կառավարության հետ, բացառությամբ պաշտպանության նախարարության եւ ազգային անվտանգության։ Այսինքն բացի Հայաստանի Հանրապետության կառավարությունից, եթե ինչ-որ մեկ այլ գերատեսչություն կա կամ չգիտեմ ինչ-որ մեկ այլ կառույց կա, որ կարող է մեզ հիմքեր տրամադրել կամ փաստաթղթեր ներկայացնել, ես չգիտեմ։ Շնորհակալություն, պարոն քաղաքապետ, իրոք որ հրապարակային ներկայացնում ենք եւ ասում ենք անիշխանություն է, բաց թողումների չափ ու սահմանել պետքա դրամաբանություն ունենա, իրոք տեղին է այս ամեն ինչը ասված, կարծում եմ այսօր մարդիկ կան, որ տեղական ինքնակառավարման մարմին ասացի երևի ընկալելիությունը չեն պատկերացնում եւ ամբողջությամբ սա էլ եմ ես համարում մեծագույն խնդիր, երբ որ մենք Հայաստանի Հանրապետության ազգային ժողովում քննարկում ենք քաղաքացիներին այս պայդրությամբ զինելու կամ զենք զինամթերք կրելու այս հնարավորություններն ու իրավունքները ավելի պարզեցնելու գործընթաց, այն պարագայում, երբ որ մենք պետք է գործենք պետական ինստիտուցիոնալ սկզբունքներով ելնելով եւ ցավոք սրտի մեկ անգամ եւս պետք է վերահաստատենք այս ամենաթողության եւ անիշխանության փաստը, որ առկա է այսօրվա դրությամբ։ Ես կարծում եմ մենք նաև հնարավորություն կունենանք առանց տեսախցիկների էլ քննարկելու որոշ հարցեր եւ հանգամանքներ հետագա գործողությունների մասով եւ ռազմաբազային էլ կուզենայի որ անդրադառնայիք։ Շնորհակալություն։ Ռազմաբազայի հետ կապված ես ինչ-որ բան չեմ կարող ասել, միայն կարող եմ ասել, որ ներկայությամբ Կապանի հատվածում մեր կամրակար կոչվող վայրում տեղակայված են ռուս սահմանապահները եւ որոշակի քանակի ռուս զինվորականներ կան նաեւ Կապանի հատվածում, ինչպես նաեւ Գորիսի հատվածում։